Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի։ Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ տրանսպորտային քարտը քաղաքացիները կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcel սպասարկման կետերից։ Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcel տերմինալներով կամ Telcel սպասարկման կետերում։ Գործարկվել է MCS Register.am հարթակը։ Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը եւ ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենթանի հերթում սպասելու եւ առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել on-line տարբերակով։ Խիստ նույնականացման պայմանով անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ մուտք գործել համակարգ, անցնելով խիստ նույնականացում, ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը եւ համակարգ ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։ Քաղաքացին կարող է ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։ Հոսանքը 2026-ին չի թանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ վերլուծել են սակագների վրա ազդող բոլոր դրական եւ բացասական գործոնները, ինչի արդյունքում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել եւ գործող սակագները 2026 թվականին կմնան անփոփոխ։ Այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցողների սակագները։ Խոշոր հրդեհ Սարիթաղում։ Տներից մեկում բռնկված հրդեհի ահազանգը ստացվել է կեսօրն անց։ Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում է, որ մինչև կժամանային հրշեջ փրկարարները մի քանի 100 մետրից տեսանելի կրակի դեմ պայքարել են տան տերերն ու հարևանները, ապա տեղ հասած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը եւ մարել այն։ Բժիշկները տեղում երկու քաղաքացու օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Ըստ տեղեկությունների տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։